1171 թվականին Մանազկերտի ճակատամարտում փոքր Ասիա ներխուժած սելջուկները պարտությամբ մատնեցին բյուզանդական կայսրությանը։ Ճակատամարտում գերի եկած բյուզանդական կայսրի և սելջուկների առաջնորդ Ալ-Բասրանի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն Բյուզանդիան ճանաչում էր սելջուկների իրավունքը իր կողմից նվաճված բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի նկատմամբ։ Հայաստանում սելջուկների վարած դաժան և կամայական քաղաքականությունը հայերի համար շատ ծանր վիճակ էր ստեղծվել։ Սկսեց հայերի զանգվածային գաղթը դեպի հարավ-արևմուտք Կիլիկիա և հյուսիս Վրաստան, աստիճանաբար հասունանում էր սելջուկների պայքարի անհրաժեշտությունը և տարածաշրջանում այդ պայքարի գլուխ անցավ այդ ժամանակ հզորացման ուղի բռնած Վրաստանը։ Ծավեշին արուն եմ, վրաց սարքա, սրել եմ վրաց պակրատունների տոհմից, կահ եմ բարձրացել 1089 թվականին, սելջուկների դեմ պայքարում դաշնակցել եմ հայերի հետ, կազմելով վրաց հայկական ամուր զինակցություն։ Պետականության անկման պայմաններում սելջուկները դաշնություններ էին գործում հայերի նկատմամբ, և ես որոշեցի գաղթական հայերին ապաստան տալ իմ երկրում, նրանց համար կառուցելով Գորի քաղաքը։ Իմ օգնությամբ կազմավորվեցին հայկական զորքերը հայ իշխանների օգնությամբ։ Ես սկսեցի ռազմական գործողություններ իրականացնել դեպի Հյուսիսային Հայաստան և 1124 թվականին գրավեցի Տաշից Ծուրակեր թագավորությունը։ Մտա անի և մինչև 12-րդ դար շարունակվեց պայքարը Հյուսիսային Հայաստանի համար։ Ես Թամար Թագուհին եմ, Վրաստանի նշանավոր միապետը, որը իշխեց 1184 թվականից։ Իմ կյանքը սկսվել է արքայական ընտանիքում։ Հայրս Գևորգ III ինձ մանկուց պատրաստում էր գահին։ Երբ ես դարձա Թագուհի, իմ առջև դրված էր մեծ ու դժվարին պարտականությունը՝ ուժեղացնել երկիրը և ապահովել ժողովրդի բարեկեցությունը։ Իմ օրոք Վրաստանը ապրեց իր ոսկե դարը։ Իմ պատմական ուղին պանծալի է դարձել նաև վրաց հայկական դաշինքի շնորհիվ։ Բարձր գնահատելով հայ ժողովրդի քաջ ոգին և ռազմական գիտելիքները, իմ թագավորական պալատ հրավիրեցի Սարգիս Զաքարյանին, կնոջ և երկու որդիների հետ։ Առաջարկեցի դաշնակցել իրար հետ։ Հաշվի առնելով, որ Սարգիս Զաքարյանը հայկական զորքերի հմուտ սպայապետ էր, 1185 թվականին նրան կարգեցի վրաց հայկական զինված ուժերի ամրիցբասարար, լոռին ժառանգելով իրեն։ Հետագայում որդիներից Իվանեն պիտի դառնար Աթաբեկ, իսկ Զաքարյան հայոց պետականությունը վերականգնող սպայապետ։ Ես Սարգիս Զաքարյանն եմ, հայ-վրացական միացյալ ուժերի հրամանատարը։ Ծնվել եմ զինվորական տոհմում։ Մանկությունից սովորել եմ սրին ու պատմող սարելու արվեստին։ Իմ գլխավոր նպատակն է եղել ամրապնդել հայ-վրացական դաշինքը, հեռար պաշտպանելով հայրենի հողն ու ժողովրդի խաղաղությունը։ Մասնակցել եմ բազմաթիվ արշավանքների, առաջնորդելով զորքի խիզախությամբ և կարգապահությամբ։ Դաշնակից ուժերի միասնությունը դարձել եմ պատերազմների գլխավոր ուժը։ Վիրահայոց անպարտելի դրոշը ծածանել եմ ամենուր։ Համախմբել եմ երկու ժողովուրդների սարսափ տարածելով սելջուկների վրա, միշտ փորձել եմ օրինակ լինել որդիներից Իվանեի և Զաքարիի համար։ Ես հայ տոհմի իշխանուհին եմ, Սարգիս Զաքարյանի կին եմ։ Խոնարհումս ձեզ, ո մեծ Թագուհի։